Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 8A Practice Your Grammar, այսինքն գրքի մենք քերականության բաժնում ենք եւ պետք է սովորենք մոդալ բայեր կամ ինչպես ասում են պակասավոր բայեր, բայց մինչ հիմնական թեմային անցնելը կրկնենք մեր անցած ժամանակաձևերը, որոնք վերաբերում են բայ թեմային, simple present պարզ ներկա, present continuous շարունակական ներկա եւ անցած դասին սովորեցինք անցած past simple պարզ անցյալ։ Հիմա առաջին վարժությունը կկատարենք, իսկ դուք անպայման կրկնեք այս 3 ժամանակաձևերը simple present, simple past եւ present continuous, իսկ նրանք ովքեր այս դասերը բաց են թողել, լրացրեք, սովորեք, որպեսզի հասկանաք նաեւ այս թեման իրար հետ կապակցված այսօրվա դասը, իսկ եթե ընդհանրապես չեք մասնակցել անգլերեն 0-ից եւ դասապատրաստում դասընթացին, խորհուրդ եմ տալիս սկսել այդ դասընթացը կայուն եւ ամուր հիմք ձևավորելու համար։ Իսկ այժմ մենք սկսում ենք 86 էջի առաջին վարժությունը, որը պահանջում է ընտրել ճիշտ ժամանակաձևը, ճիշտ ձևը բայի։ Առաջին նախադասություն նայում ենք Tom կետեր եւ հակագծի մեջ երկու ժամանակաձև present simple եւ past simple, նայում ենք վերջավորությունները present simple եւ past simple, ինչպես ենք որոշում present պետք է լինի, եթե past պետք է լինի, եթե yesterday տեսնում եք 3, ուրեմն past-ն է, եթե տեսնեք usually, սովորաբար, ուրեմն present։ Հիմա սկսենք Tom, նայում ենք նախադասությանը, տեսանք yesterday, ուրեմն անցյալ ժամանակաձև է played, Tom played computer games yesterday։ Երկրորդը mother, նայում ենք նախադասությանը now այս պահին այժմ ուրեմն սա շարունակական ձևն է, ուրեմն որը պետք է ընտրենք is making, mother is making a cake in the kitchen now։ Երրորդ նախադասություն Mr. Brown, նայում ենք every week, ամեն շաբաթ, ուրեմն ընդհանրապես ներկայում կատարվող գործողություն է, ուրեմն washes, այս պահին չէ, ընդհանրապես ներկայում washes, Mr. Brown washes his car every week։ Հաջորդը the boys, նորից անցնում ենք last week, անցած շաբաթ, ուրեմն watched, the boys watched a football game last week։ Mrs. Smith, նայեցինք flowers in the garden, ընդհանրապես աճեցնում է, ուրեմն grows, Mrs. Smith grows flowers in her garden։ Հիմա հաջորդը he, իր դասերը after dinner, դասերից հետո, ուրեմն ընդհանրապես he does his lessons after dinner։ Jack կարդում էր գիրք last year, անցած տարի, ուրեմն read։ Առաջին վարժությունն ավարտեցինք, անցնում ենք երկրորդ վարժությանը, որը պահանջում է փակագծերի միջի բայը դնել ճիշտ ժամանակաձևով, իսկ ինչ ժամանակաձևեր ենք անցել simple present, simple past եւ present continuous։ Նորից հիշեցնում եմ, որ կրկնելը անհրաժեշտ է։ Jimmy usually ուրեմն սովորաբար ներկայում կատարվող գործողություն, ուրեմն եթե Jimmy երրորդ դեմք եզակի թիվ, ինչ վերջավորություն պետք է ստանա։ Gets up, առանց թույի, Jimmy usually gets up early in the morning։ Երկրորդ նախադասությունը the teacher to write new words on the chalkboard now, այս պահին գրատախտակի վրա գրում է ուսուցչուհին, ուրեմն the teacher to պետք չէ is writing new words on the chalkboard now։ Mary yesterday ունենք, ուրեմն cleaned իդիով առանց թույի, Mary cleaned her room yesterday։ Հաջորդը usually սովորաբար ներկայում, ուրեմն we, մենք հոգնակի թիվ առաջին դեմք, հիշենք, որ առաջին հոգնակի դեմքում բայը վերջավորություն չի ստանում, չի փոփոխվում, մնում է նույնը, ուղղակի առանց թույի։ We usually watch TV in the evening։ Մյուսը the children, հոգնակի թիվ, ովքեր նրանք, the children
երրորդ դեմք այս անգամ հոգնագիթի play in the yard now այս բառին խաղում են ուրեմն are playing the children are playing in the yard now մյուսը last week Tom and Susie այցելեցին իրենց տատիկ պապիկին last week Tom and Susie visited their grandparents ավարտեցինք առաջին և երկրորդ վարությունները, անցնում ենք մոդալ բայերին։ Հիմա մոդալ բայեր, ինչու են կոչվում մոդալ բայեր։ Կոչվում են սրանք նաև պակասավոր բայեր, ինչու պակասավոր, որովհետև լինելով բայ, տեսեք բայ, լինելով բայ չունեն այն յուրահատկությունները, այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ունեին բայերը։ Իսկ ինչու մենք առաջին երկու վարությունները կատարեցինք հիշելու համար, վերհիշելու համար, թե մենք ինչ ենք անցել simple present, simple past եւ present continuous։ Ինչ վերջավորություն էին ստանում, կկրկնենք, նույնիսկ կվերհիշեք, հիմա մենք շարունակենք։ Ուրեմն, երբ այս կապույտին դեռևս մի նայեք, միայն նայեք to play։ Տեսնում եք, բայից առաջ կա to play, to մասնիկով ինֆինիտիվի, որը մենք խոնարհելուց չենք գործածում, բայց ունի ինքը to play, խաղալ, երգել, պարել, այս to-ն վերացրիք։ Ինչ վերաբերում է can may must-ին, սրանք չունեն այդ հնարավորությունը, որ իրենցից առաջ ունենա to, տեսնում եք, play ունի, սա իմաստ բայ է, խաղալ, can-ը կարողանալ, թարգմանությունը շուտով կասեմ, որ չշփոթեք, ուրեմն can չեն կարող to-ով ասել, to դնենք սկզբից, may-ից առաջ չեն կարող, must-ից առաջ չեն կարող, չեն կարող նաև իրենցից հետո դնել։ Տեսնում եք, այստեղ դրված է can, հետո նախադասության մեջ to ասել չեն կարող, անմիջապես can-ից հետո պետք է լինի play, can-ից հետո պետք է լինի read, eat եւ այլն։ May, must-ից նույն ձևով։ Հիմա նույնիսկ հիշեցնեմ, կրկնենք, can այս մոդալ բայից առաջ, պակասավորի բայից առաջ to դնել չեն կարող, իրենցից հետո to դնել չեն կարող, էլի չեն կարող։ Ասեմ, որ can may must այստեղ ներկա ժամանակով է տրված, առայժմ ներկան ենք անցնում։ Եթե այս բայերը, իմաստ բայեր, որ մենք անցել ենք, ունեին ներկա անցյալ ապառնի ժամանակներ, ապառին դեռ չեք անցել, ունենում են ներկա անցյալ ապառնի։ Այս մոդալ բայերը, պակասավոր բայերը, կարող են ունենալ ներկա անցյալ, բայց ապառնի նրանք չունեն։ Մենք առայժմ անցնում ենք պակասավոր բայերի, մոդալ բայերի միայն այս երեք տեսակը, can, may, must-ը, մնացած բայերը ձեր ծրագրում չկա, սրանք բարձր դասան է։ Առայժմ այս ամենօրյա գործածող բայերն են օգտագործելու է սովորենք։ Ուրեմն սրանք ներկա ձևերն են։ Հիմա անցնենք ներկային եւ անցյալի կազմությանը։ Երրորդ դեմք եզակի թվում, եթե play ասում ենք he plays, այս բայերը, մոդալ բայերը ս չեն ունենա։ Եթե այս բայերը խաղալ, այս պահին ասենք, ես խաղում եմ, I am playing, այս can may must-ը չեն կարող նույն ձևով գործածել։ Եթե այս բայերը անցյալ ժամանակում, կանոնավոր բայերը, անցյալ ժամանակում ստանում են ed, played, խաղում էի, խաղացի, այս բայերը ed ստանալ չեն կարող։ Տեսնում եք ինչքան տարբերություն կա, որ այս իմաստ բայերը կարող են ունենալ, այս պակասավոր բայերը, մոդալ բայերը չեն կարող, դրա համար կոչվում են պակասավոր բայեր։ Հիմա տեսնեք ինչ են ցույց տալիս այս բայերը, թարգմանությունը։ Can կարողանալ, may կարողանալ, բայց ոչ ֆիզիկապես կարողանալու, որ ես կարող եմ վիճակի եմ, ասենք ծանոթություն բաց, այդ իմաստով չէ, ուղղակի թույլտվության իմաստով, ասենք ես կարող եմ վաղը գնալ կինո, այսինքն ինձ թույլ են տալիս, ես կարող եմ գնալ, ես հնարավորություն ունեմ, կարող եմ այսինչ բանը անել, բայց ոչ ֆիզիկական գործողության մասին, ասենք կամ ասենք ես կարող եմ 5 կիլոգրամ ծանոթություն բաց ասել, ոչ, can-ը կարող է այդ նախադասությունը ասել, may չի կարող, may-ը թույլտվության իմաստով։ Must-ը արդեն հեշտ է թարգմանել, տարբերությունը զգացում եմ, must պետք է։ Հիմա I can read and write։ Ես տառերը փաստորեն գիտեմ, ես կարող եմ գրել եւ կարդալ, ոչ մեկի թույլտվությունը չեմ խնդրում, հնարավորություն չեմ ցանկանում, հարցում չեմ անում, ուղղակի կարող եմ եւ կարող եմ գրել։ Հիմա may-ը you may have lunch at school։ Դու կարող ես
նախաճաշել դպրոցով, այսինքն քեզ թույլատրվում է, դու այդ հնարավորությունն ունես, կարող ես այդ ինչ բանը անել։ Must, Tom must do his lessons now. Թոմը կարող է իր դասերը ներողություն, Թոմը պետք է հիմա պատրաստի իր դասերը, պետք է։ Ուրեմն կարողանալ ֆիզիկական առումով մերը թույլտվության իմաստով եւ must-ը պետք է։ Հիմա, որ նորից թարգմանություն ասացինք, անցնենք միայն can-ին։ Հաստատական նախադասություն է I can read։ Առաջի դեմքը can ինչպես read կար, I can read ինչպես կար can, այնպես էլ մնաց։ You can read, he can read, she can read, we can read, you can read, they can read։ Բոլորն էլ can, ոչ մի վերջավորություն չփոխվեց, երրորդ դեմքում s չստացավ ներկա ժամանակում։ Հիմա ինչպես կազմենք հարցական նախադասությունը։ Եթե հիշում եք եւ simple present-ում եւ past-ում եւ continuous-ում ասում ենք օժանդակ բայ պետք է լինի, որ գա ենթակայից առաջ, ասենք I-ից առաջ։ Այստեղ պակասավոր բայի դեպքում մեզ օժանդակ բայ պետք չէ, can բայը եթե այստեղից դուրս կգա ենթակայից առաջ։ Սա հարցականի դեպքում։ Իսկ շղթականի դեպքում, եթե not եք ուզում ասել, can-ը կա, անմիջապես հետո not կավելացնեք, դառնա I can not read։ Նույնը may մասի դեպքում։ Ուրեմն հարցականը can-ը դուրս կգա այստեղ առաջ, can I read, can I read, can you read, can he read, can she read, can we read, can you read, can they read, ես կարող եմ կարդալ, դու կարող ես կարդալ, նա կարող է կարդալ եւ այսպես շարունակ։ Հիմա ժխտականը ասացի, նեգատիվ ժխտական, արդեն բացատրեցի, can-ից հետո այստեղ դրեցիք not, դրվեց միասին I cannot read, you cannot read, he cannot read, she cannot read, we cannot read, you cannot read, they cannot read։ Սա ժխտական ձևը, ուրեմն հարցականի ժամանակ դուրս է գալիս can-ը, գալիս է ենթակայից հետո, ժխտականի ժամանակ գալիս է can-ից հետո not։ Մնացած նույն ձևով արտադրում եք։ Անցնենք must-ի, պետք է։ Հաստատական ձևը I must write, ես պետք է գրեմ, you must write, դու պետք է գրես, he must write, she must write, նա պետք է գրի, աղջիկը տղան, we must write, you must write, they must write, մենք պետք է գրենք, դուք պետք է գրեք, նրանք պետք է գրեն։ Հիմա հարցականը, նույն ձևով, ինչպես can-ի դեպքում, այստեղ նույն ձևով, այս must-ը դուրս կգա ենթակայից առաջ, կգրենք ենթակայից must, այստեղ must I write, հարցական նշանների չենք մոռանում, must you write, must he write, must she write, must we write, must you write, must they write, հարցական նշաններ։ Ժխտականը նույնպես I must not write, must-ից հետո դրեցինք not, I must not write, you must not write, he must not write, she must not write, we must not write, you must not write, they must not write։ Ես չպետք է գրեմ, դու չպետք է գրես, նա չպետք է գրի, մենք չպետք է գրենք, դուք չպետք է գրեք, դրանք չպետք է գրեն։ Մնաց may-ը։ Եվ այստեղ մի բան էլ հիշեցնեմ, ուրեմն նայեք այստեղ I must not, must-ից հետո not-ը առանձին գրվեց, must not, իսկ can-ի դեպքում միասին գրվեց, սա հիշեք, cannot։ Անցանք may-ին, հաստատական նախադասություն I may go, ես կարող եմ գնալ, այսինքն ես թույլ է տրվում, ես կարող եմ գնալ, I may go, you may go, he may go, she may go, we may go, you may go, they may go, ես կարող եմ գնալ, դու կարող ես գնալ, նա կարող է գնալ, մենք կարող ենք գնալ, դու կարող ես գնալ, նրանք կարող են գնալ։ Հարցական նախադասություն նորից, may-ը եկավ նախադասությունից առաջ, ենթակայից առաջ եւ շարունակություն նույնպես նույնիսկ արտագրից իհարկե may-ը այստեղ դուրս եկել չի գրվի այստեղ։ May I go, may you go, may he go, may she go, may we go, may you go, may they go, հարցական նշաններ։ Նեգատիվ ժխտական։ Նորից not-ը
modal բայից հետո, պակասավոր բայից հետո I may not go, նույնիսկ առանձին է, տեսնում եք այստեղ I may not go, you may not go, he may not go, she may not go, we may not go, you may not go, they may not go Ես կարող եմ ես չեմ կարող գնալ, դու չես կարող գնալ, նա չի կարող գնալ եւ այսպես Make the sentences interrogative Նախադասությունները պետք է դարձնենք հարցական Մենք արդեն ձևը գիտենք, ինչպես ենք հարցական դարձնում Can-ը դուրս կգա ենթակայից առաջ Ուրեմն can I մնացածը նույնությամբ արտագրում եք հարցական նշան վերջում Can I read and write English My friend can play volleyball very well Դարձնում ենք հարցական Can-ը եկավ նախադասությունից առաջ Can my friend play volleyball very well Mary can make tasty cakes Can եկավ առաջ Can Mary make tasty cakes We can see two boys in the picture Can we see two boys in the picture You can see a box of pencils on the desk Can you see a box of pencils on the desk They can see many nice flowers in the garden Can they see many nice flowers in the garden Նույն նախադասությունները պետք է դարձնենք ժխտական, ինչպես ենք ժխտական դարձնելու, can-ից հետո ուղղակի նոթ եք ավելացնում, բայց գրվելու է միասին I cannot read and write English. My friend cannot play volleyball very well. Mary cannot make tasty cakes. We can see two boys in the We cannot see two boys in the picture. You cannot see a box of pencils on the desks. They cannot see many nice flowers in the garden. Անցնում ենք 5-րդ վարժությանը Այստեղ must-ն է նույն ձևով դարձնում ենք հարցական, այնուհետև պետք է դարձնենք ժխտական նույն նախադասությունները։ Հարցական must-ը եկավ նախադասությունից առաջ Must you do morning exercises every day հարցական Must Bob go home after school? Must Jenny clean her room in the afternoon? Must Mr. Brown wash his car every week? Must Mr. Brown make a big cake? Must we do our lessons every day? Մաժողտական նույն նախադասությունները You must not առանձին է գրվելու You must not do morning exercises every day. Bob must not go home after school. Jenny must not clean her room in the afternoon. Mr. Brown must not wash his car every week. Mr. Brown must not make a big cake. We must not do our lessons every day. Անցանք 7-րդ վարժությանը Make the sentences interrogative. Արդեն may-ն է այստեղ։ Նույն ձևով may եկավ առաջ May I stay at school after classes? May we play football in the schoolyard? May they have dinner with their cousins? May Tom visit his grandfather on Saturday? May Bob play computer games in the evening? Նախադասությունները ժխտական, նոթ ենք ավելացնում գրվելու առանձին I may not stay at school after classes. We may play football in the schoolyard. Կլինի May we play football in the schoolyard? They may have dinner with their cousins. May they have dinner with their cousins? Tom may visit his grandfather on Saturday. May Tom visit his grandfather on Saturday? May Bob վերջինը play computer games in the evening? Ժխտականը I may not այս երկու անգամ ենք ասել արդեն I may not stay at school after classes. We may not play football in the schoolyard. They may not have dinner with their cousins.
Tom may not visit his grandfather on Saturday. Bob may not play computer games in the evening. Սա էլ վերջացրեք։ Ուրեմն ավարտեցինք Unit A, 8A դասը նույնպես, որը վերաբերում էր մոդալ կամ ինչպես ասում են պակասավոր բայերին։ Ինչու են կոչվում պակասավոր, որովհետև նրանք չունեն այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ունեն լիմաց բայերը, այսինքն երրորդ դեմքի եզակիթվում այս վերջավորություն չեն ստանա, անցյալ ժամանակում կանոնավոր բայերի իդի չեն ստանա նրանց նման to infinitive to-ով չի սկսի, իրենց հետո to չի գա, մի խոսքով այս բոլոր առանձնահատկություններից նրանք զուրկ են, այդ իսկ պատճառով կոչվում են մոդալ բայեր կամ պակասավոր բայեր, նորից հիշեցնեմ, որ սա ներկա ժամանակաձևներ can may must-ի, մենք ունենք նաև այլ մոդալ բայեր, միայն սրանք չեն, բայց դուք նրանք չեք անցնում, դուք 4-րդ դասանում կբավարարեք միայն can may must-ով։ Նորից հիշեցնեմ, որ անհրաժեշտ է պարտադիր է անպայման կրկնել present simple, past simple, present continuous ժամանակաձևերը, ինչպես են գործածում, ինչ վերջավորություններ են ստանում, ինչ ուղեկցող բառեր են գործածում նրանց հետ։ Եթե չեք մասնակցել, անպայման մասնակցեք դասընթացին, դուք դրանից միայն օգուտ կքաղեք, ամուր հիմք կձևավորեք եւ հետագա դասերի համար դες համար ավելի հեշտ կլինի ըմբռնել նոր նյութը։ Մարզանոթագրվեք մեր էջին տեղեկացվածնելու համար հաջորդ դասերի մասին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.